Այս ձմեռային զորակոչին բանակ գնացողները կծառայեն ոչ թե 2, այլ 1.5 տարի։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետը։ Որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի 1-ից, այսինքն 2026 թվականի հունվարի 1-ից ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի։ Սեպտեմբերին էր Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ դրել զինծառայության ժամկետը կես տարով կրճատելու նախագիծ։ Այն հիմնավորմամբ, որ պայմանագրային զինծառայողների թիվն է աճել, գրավիչ քայլեր են արել այդ ուղղությամբ։ Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026 թվականի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել Պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ։ Շարքայինների ծառայության ժամկետը կրճատելու նախաձեռնությունը ընդդիմադիրներն ի սկզբանե էին քննադատել, եւ նրանց համար հիմք էին նաեւ հենց Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հայտարարությունները։ Օրինակ, այս մեկը փոխնախարար Արման Սարգսյանից. բանակը համալրման խնդիր ունի, այդ պատճառով են վարժական հավաքի մասնակիցներին սահման մարտական հերթապահության տանում։ Ցանկալի չի այս ամբիոնից հնչեցնել, որ զորքի թվականակը չի հերիքում, դրա համար վարժական հավաքներին ներկայացնում են մարդկանց նաև մարտական հերթապահության։ Եթե զորքի թվականակը բավարար չէ, ինչու է կրճատվում զինծառայության ժամկետը, որովհետև առաջիկայում ընտրություններ են, իսկ սա շատ հաճելի լուր է։ Այս կարծիքին է ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Իշխանությունը փորձում է հասարակությանը կամ առնվազն նրա մի հատվածի ականջին հաճո նախաձեռնություններ ունենալ։ Մի կողմից սա նախաձեռնությունը, որը էմոցիոնալ առումով կարող է մարդկանց մոտ առաջին հայացքից դրական ֆոն ձևավորել, բայց սա երկրի անվտանգությունը կասկածի եւ ռիսկի ենթարկող նախաձեռնություն է, հաշվի առնելով զինված ուժերում առկա իրավիճակը եւ հատկապես համալրվածության հետ կապված մակարդակը։ Աբրահամյանը վստահ է այս որոշման հետևում նաև ադրբեջանական պահանջն է ապառազմականացման վերաբերյալ։ Ապառազմականացումը ոչ միայն բանակի ծախսերը նվազեցնելն է, նաև անձնակազմը կրճատելը։